Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Այսօր խոսում ենք քո անձնական սահմաններից ու հատկապես այն պահերից, որոնք թվում են աննշան, բայց իրականում արդեն ազդանշան են։ Սկսենք ամենակարևորից։ Քո մարմինը քոնն է, ու եթե ինչ-որ բան քեզ նույնիսկ մի փոքր անհարմար է, դա արդեն կարևոր է։ Կան արտահայտություններ եւ վարքագծեր, որոնք իրենցով ոչ մի վտանգ չեն ներկայացնում, եւ մարդիկ հաճախ անտեսում են։ Բայց կարևոր է հասկանալ, որ այն ամեն ինչ քեզ դուր չի գալիս, անհարմարություն է պատճառում կամ էլ ուղղակի չես ուզում, արդեն հիմնավոր պատճառ է հրաժարվելու։ Երբ ինչ-որ մեկը շատ հաճախ է դիպչում քեզ առանց հարցնելու, թեկուզ կատակով, ընկերական, երբ քեզ տալիս են հարցեր, որոնք քեզ անհարմար են, օրինակ քո մարմնի մասին, քո անձնական կյանքի մասին, ու ասում են ինչ կա, որ ուղղակի հարցնում եմ։ Երբ հաճախ ուզում են գրկել, պնդել, որ ուղղակի ամաչկոտ ես ու պետք չէ ամաչել։ Կամ երբ փորձում են քեզ հետ խոսել թեմաների մասին, որոնց դու պատրաստ չես, բայց քեզ համոզում են, որ դա նորմալ է։ Երբ շատ արագ փորձում են քեզ մոտենալ, շատ անձնական բաներ հարցնել կամ ստիպել, որ դու էլ նույնը անես։ Այս ամենն արդեն ազդանշան է, որ քո հանդեպ սխալ են վարվում, եւ բացարձակապես նշանակություն չունի, թե դա ով է անում։ Ու մի շատ կարևոր օրինակ, երբ ինչ-որ մեկը քեզ ասում է սա մեր միջև մնա, բայց դու ներսից զգում ես, որ դա ճիշտ չէ, սրա մասին շատ կարևոր է բարձրաձայնել։ Հիմա մի բան հստակ հիշիր եւ երբեք չմոռանաս։ Անհարմարությունը արդեն պատճառ է։ Պետք չէ սպասել, որ իրավիճակը լուրջ դառնա։ Եթե դու քեզ վատ ես զգում անգամ, եթե չես կարող բացատրել ինչու, դա արդեն բավարար է կանգ առնելու համար։ Կրկնեմ, եթե դու քեզ վատ ես զգում անգամ, եթե չես կարող բացատրել ինչու, դա արդեն բավարար է կանգ առնելու համար։ Ինչ անել։ Առաջինը ասել պարզ ու ուղիղ, չեմ ուզում, դա ինձ անհարմար է։ Երկրորդը, եթե տեսնում ես, որ մարդը շարունակում է, հեռանալ։ Երրորդը, պատմել վստահելի մեծահասակի։ Սա բողոքել չէ, սա ինքնապաշտպանություն է։ Եվ ամենակարևորը, եթե ինչ-որ մեկը փորձում է քեզ համոզել, որ դու ես չափազանցնում կամ սխալ ես հասկացել, հիշիր, որ քո զգացողությունները իրական են։ Հետևեք ձեզ ու ձեր էմոցիաներին։ Մի անտեսեք նույնիսկ ամենափոքր անհարմարությունը։ Ես Փիսոն եմ ու հիշեք, սահմանները սկսվում են այնտեղ, որտեղ դու քեզ թույլ ես տալիս լուրջ ընդունել քո զգացողությունը։